Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը ժողովրդավարական համախմբում կուսակցության ղեկավար եւ այդ ուժի վարչապետի տեխնացու Սուրեն Պետրոսյանն է, ողջույն, պարոն Պետրոսյան։ Դուք խնդիր եք դրել հունիսի 7-ի ընտրություններով ճեղքել քաղաքական ներկա դասավորությունը, որտեղ ինչպես գիտենք, եթե այս պահի դասավորության մասին խոսենք, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊՆ տարբեր հարցումներով առաջին տեղում եւ կան նաեւ, այսպես ասենք, նախկին իշխանություններին հարող կամ հենց նախկին իշխանություններ ներկայացնող կամ ինչ որ կերպ ասոցացվող փոխկապակցված, ինչպես ուզում ենք օգտագործենք, ուժեր Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի կուսակցությունը, ինչպես եք դուք պատրաստվում ճեղքել նման դասավորությունը ունենալով փոքր ռեսուրսներ, գործ ունենալով մեծ ուժերի հետ, այսպես։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ մեծ եւ փոքր ուժերի մասին խոսելիս մենք պետք է կարողանանք ռեսուրսների մասին եմ խոսում։ Պետք է նաեւ կարողանանք հասկանալ ռեսուրսները ինչ նկատի ունենք։ Եթե խոսքը վերաբերում է միայն ֆինանսական ռեսուրսների մասին, ապա ֆինանսականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է։ Քաղաքական գործընթացում առաջնային եւ հիմնական ռեսուրսը դա մարդկանց աջակցությունն է։ Լեգիտիմություն, որը տրվում է մարդկանց կողմից։ Բնականաբար ֆինանսական ռեսուրսները էական դեր են խաղում այն առումով, որքանով որ դրանք ներդրված են կամ ուղղված են զանգվածային լրատվական միջոցների մեջ, որտեղ մարդկանց հիմնական մասի մոտ պատկերացումները քաղաքական գործիչների եւ քաղաքական գործընթացների վերաբերյալ կազմվում է զանգվածային լրատվական միջոցների միջոցով։ Իսկ այդ ԶԼՄ-ները որպես կանոն երբեք չեն ներկայացնում իրականությունը կամ իսկությունը, փոխարենը ներկայացնում են բացառապես իրենց համար շահավետ իրականություն։ Նկատի ունեք իրենց այսպես ֆինանսավորող քաղաքական ուժերի նարատիվներն են պաշտպանում, գովազդում իրենց քաղաքական եւ իրականությունն են խեղաթյուրում մեծամասամբ, ներկայացնելով ամբողջությամբ այն իրականությունը, որը իրենց քաղաքական ուժին ձեռնտու է եւ փորձելով մարդկանց մոտ ձևավորել նպաստավոր դիրքորոշում իրենց նկատմամբ։ Սակայն սա էլ չի ազդում։ Որոշ չափով խնդիր լուծում է, բայց երբեք վճռական դերակատարում չի ունենալու։ Պատկերացրեք, թեպետ ես մարքեթինգի մասնակից չեմ, բայց պատկերացրեք մարքեթինգային տեսանկյունից։ Եթե մի ապրանքը ինքն իրենով ունի արժեք, եւ դա օրինակ դրա արժեքը պայմանականացված 1000 է։ Այդ 1000-ի վրա, երբ որ դուք դնում եք 10 միավոր ռեսուրս, դառնում է բազմապատկում եք, դառնում է 10000։ Բայց եթե դրա արժեքը 1 է, դուք ստիպված եք 10000-ը դնել դրա վրա, որ նոր դառնա այդ 10000-ը, բայց շատ դեպքերում դա այդպես էլ չի դառնում։ Հետևաբար սա կարևոր նախապայման է, բայց վճռորոշ դեր չի խաղում։ Ձեր գնահատմամբ, պարոն Պետրոսյան, այսօրվա այդ նշածս ուժերի նպատակը իշխանազրկումն է, թե ինչ որ քաղաքական դաշտում որոշակի դերակատարում ստանձնելը, եւ դուք ոնց եք նայում այս դասավորության, եթե լսես լոզունգների կամ քաղաքական բառապաշարին, նրանք սուր թշնամիներ են, իրար օր ու գիշեր չեն տալիս, օր ու արև չեն տալիս, մեկը մյուսին դատում է, չգիտեմ ինչ է անում, պատժում է հենց գա իշխանության եւ այլն։ Ինչ եք դուք տեսնում ներկա քաղաքական դաշտին նայելիս եւ որն է ձեր դերը։ Նախորդ հարցը ավարտեմ ու անմիջապես անցնեմ ձեր երկրորդ հարցին։ Ուրեմն ինչպես ենք մենք պատրաստվում ճեղքել։ Ճեղքման գործընթացը մենք պատկերացնում ենք բնականաբար բացառապես հենվելով հասարակության վրա։ Մենք պետք է ստանանք հասարակության ինչ որ շերտի աջակցություն։ Կոնկրետացնեք Փաշինյան նախկիններ համակարգը։ Այսօր մենք գտնվում ենք փոխհամաձայնեցված խմբիշխանության իրավիճակում, որտեղ թեկուզ կան ընդդիմադիր խոսույթներ, ճակերտավոր ընդդիմադիր կամ իբր ընդդիմադիր խոսույթներ, բայց նրանք բոլորը մի քաղաքական, նույն քաղաքական համակարգի շատ կարևոր սյուներն են, որ չլինի մեկը, չի լինելու բնականաբար մյուսը։ Հետևաբար սա կեղծ խոսույթ եւ կեղծ նարատիվ է, որը տրամադրվում է հասարակությանը, որ գիտեք, եկեք ընտրենք չարյաց փոքրագույնի միջև։ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ասում են ընտրեք չարյաց փոքրագույնի միջև, եթե հանկարծ մենք չլինենք նրանք են գալու, վախեցնելով հասարակությանը, իսկ այն մարդիկ, ովքեր որ դեմ են Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմը ճակերտավոր ընդդիմադիր թևը նրանց վախեցնում է հետեւյալ օրակարգով։ Ընդունելով, որ իրենք լավագույնը չեն, անգամ որակական որևէ էական տարբերություններ չունեն, ասում է էլի ընտրեք չարյաց փոքրագույնի սկզբունքով։ Եթե մենք չէ, ապա Նիկոլ Փաշինյանն է վերարտադրվելու։ Բայց երկու կողմն էլ ըստ էության իրենց լեզվամտածողությամբ
ընդունում են, որ իրենք ըստ էության խնդիր են Հայաստանի Հանրապետության համար ու լրջագույն խնդիր են։ Հետևաբար շատ կարևոր է ճեղքել այս փոխհամաձայնեցված խմբիշխանությունը, համակարգը ճեղքել, բերելով նոր որակ, նոր քաղաքական խոսույթ, նոր նարատիվ, նոր դերակատարներ, որոնք նաև կապանքներից զերծ են նախկին եւ ներկա իշխանությունների, ոչ միայն ֆինանսական, այլ նաև գաղափարական եւ բարոյական տեսանկյունից։ Առանց այս խորքային փոփոխությունների հնարավոր չի Հայաստանի Հանրապետությունում որակական փոփոխություն։ Բոլոր այն մոտեցումների նորակարգերը կեղծ են, որոնք ասում են, գիտեք, մենք վաղը արթնանալու ենք այլ Հայաստանում։ Մեկը ասում է, մենք գնում ենք խաղաղության։ Բոլորը սրանք կեղծ օրակարգեր են։ Գնայք, պարոն Պետրոսյան, դուք եւ այդ երեք նշածս ընդդիմադիր ուժերը ինչով եք իրարից տարբերվում։ Ինչու եմ այդ երեքին նշում, որովհետեւ տարբեր այսպես արժանահավատին մոտ հարցումներով այդ երեք ուժերն են, որ ամենաշատ ձայներն են հավաքում։ Իհարկե բացարձակ չի ոչ մի բան, այդ թվում սոցհարցումներ, բայց հիմնվենք Միջազգային Հանրապետական ինստիտուտի հարցման վերջին տվյալների վրա։ Այդ ինչով եք դուք տարբերվում այդ ընդդիմադիր ուժերից, որ դուք պնդում եք, որ նրանք չեն կարող արդարացնել ընդդիմադիր քվեի կարիքները, ընդդիմադիր քաղաքացու քաղաքական կարիքները չեն կարող սպասարկել եւ դուք կարող եք թեզորով արդյոք նման չեք, չգիտեմ, ինչ կարող եք ասել։ Ուրեմն ես ոչ թե ենթադրում եմ կամ կանխատեսում եմ, ես արձանագրում եմ փաստը, որովհետեւ այն բոլոր դերակատարները, ում մասին խոսում եք, որոնք դիրքավորված են որպես ընդդիմադիրներ, նրանք այս 30 տարիների ընթացքում ունեցել են իշխանական լծակներ կամ եղել են իշխանության։ Նրանք ունեցել են հնարավորությունը ցույց տալ իրենց որակը, բայց ինչպես մենք տեսնում ենք, ունենք այն իրականությունը, որը որ այսօր ունենք։ Եվ այդտեղ որևիցե մի ուժ չի կարող անգամ 1%-ով հպարտանալ, որ ինքը եղել է պետականամետ, կամ իր ժամանակ եղել է զարգացում, կամ նման ինչ-որ կատեգորիաներ։ Այսինքն Փաշինյանի ուժը նրանց ֆոնին Երևալու մեջ է կարծում եք, որ 30 տարի եղել են իշխանության արդյունքները տեսել է քաղաքացին եւ Փաշինյանից ինչ-որ արդյունքներ է տեսնում եւ այդ պատճառով է այս իշխանությունը մնում։ Որն է ձեր գնահատականը եւ նախորդ հարցս այո շարունակենք։ Տեսեք, ուրեմն ներկա իշխանությունը նախկին իշխանությունների օրգանական եւ տրամաբանական շարունակությունն է։ Պատկերացրեք, ես այս օրինակը հաճախ եմ բերում։ Ուռուցքի օրինակը։ Կա առաջին ստադիա, երկրորդ, երրորդ, չորրորդ ստադիա, որտեղ արդեն մետաստազներ եւ օրգանիզմը մահանում է։ Մենք գտնում ենք այդ չորրորդ փուլում, որտեղ օրգանիզմը գնում է մահացման։ Այստեղ որևիցե որակական տարբերություն այստեղ չկա եւ պատկերացրեք, երբ օրգանիզմը գնում է ըստ էության արդեն բռնում է վաղճանի ճանապարհը, այդ օրգանիզմին երբ պետք է վերակենդանացնել, հանկարծ սկսում են տալ, օրինակ եմ ասում, չգիտեմ, համով ուտեստներ, որը ըստ էության իր առողջական վիճակերը որևիցե կերպ չի ազդում, բայց նաև տալիս է որոշակի հաճույքի զգացողություններ։ Հիմա մենք այդ իրավիճակում ենք գտնվում, երբ որ մենք որպես դերակատար օր-օրի կորցնում ենք մեր դերը, նշանակությունը, սպառնալիքներն ու անվտանգային մարտահրավերները ամեն օր շատ ավելի են երկրաչափական պրոգրեսիայով ավելանում, բայց այս ֆոնին իշխանության կողմից մեզ տրամադրվում է զվարճանքներ, մեզ տրամադրվում է խաղաղության կեղծ օրակարգ եւ այդ մահացող մարմնի օրինակով պատկերացրեք, մարդը կարելի ասել մահամերձ է, բայց որի համար կազմակերպում են շոուներ, կազմակերպում են կամ տալիս են օրվա մեջ 1-2 անգամ համեղ ուտեստներ եւ տալիս են լավ ապագայի վերաբերյալ պատրանքներ, բայց մարդը փաստացի կարելի ասել մահամերձ է։ Սա է իրականությունը եւ այստեղ նաեւ դրական անկալումը որոշ չափով նաեւ նրանով որ կարողանում է իշխանությունը ինչ որ շոուներ կամ այդ պատրանքները ներկայացնել։ Այդ պարագայում ինչու քաղաքացին այս վերջին 5 տարվա ընթացքում չի գնացել հատկապես այսօրվա ընդդիմության հետևից կամ գնացել է հուսախաբ է եղել, չգիտեմ, սրբազան շարժման դուք էլ մասնակցում եք, բայց դա կիսատ մնաց, այ ինչ եթե այսօրվա իշխանությունը այդքան վատն է, ինչու այդ թոփ ուժերը չեն կարողանում իշխանության գալ, ինչու այլընտրանք չեն կարողանում առաջարկել, չէ՞ որ շատ հեշտ կլիներ անվտանգային ճգնաժամեր կամ ըստ ընդդիմության խոսույթի աղետներ, պատերազմ, պարտություն, կապիտուլյացիա, նվաստացում բերած իշխանությանը փոխարենը շատ հեշտ պիտի որ լիներ։ Ուրեմն մեր երրորդ հանրապետության ժամանակաշրջանում
չի եղել երբեք մի ընդդիմություն, որը այսքան ռեսուրսներ ունենա, ինչքան ռեսուրսներ ունի այսօր այս ընդդիմությունը։ Եվ նաև շատ վատ բան եմ ասում, բայց նաև այդքան առիթներ ունենա իշխանափոխություն իրականացնելու համար։ Պատերազմ, Արցախի հանձնում եւ այլ այսքան արհավիրքները։ Բայց նաև կարևոր եւս մի բան։ Չի կարող ընդդիմությունը որակապես չտարբերվի իշխանությունից եւ ունենա ավելի ցածր լեգիտիմություն, բայց ինքը կարողանա ինչ-որ փոփոխություն անել։ Եվ փառք Աստծո իրենք չեն կարող անել երբեք այդ փոփոխությունը, որովհետեւ դա հերթական անգամ կլինի հասարակությանը պահել ազգային թակարդի մեջ։ Այսինքն կփոխվեն դերակատարները, բայց որակական փոփոխություն գետնի վրա տեղի չունենալու։ Շարունակվելու այն ընթացքը, որը կա։ Իշխանական լծակներից օգտվողներն են շատանալու։ Ֆինանսական ռեսուրսները, եթե այսօր տիրապետում է իշխանությունը, ապա կրկին անցնելու է այդ մարդկանց, բայց մեր եւ ձեր կյանքում որակական փոփոխություն չի լինելու, ոչ արտաքին քաղաքականությունում, ոչ ներքին եւ այլն։ Հետևաբար նաեւ այս ընդդիմությունը ունենալով այսքան ռեսուրսներ եւ այսքան անհավանական հնարավորություններ, որը թույլ կտար իշխանափոխություն իրականացնել, երբեք անգամ այլ պետությունների պարագայում հնարավոր չի տեսնել նման իրավիճակ, բայց նաեւ նման ապաշնոր ընդդիմություն եւ անբովանդակ ընդդիմություն ուղղակի պատկերացնել անգամ հնարավոր չի, որի օրակարգ անգամ չէ տարբերվում իշխանության օրակարգից։ Բայց ինչու է նա ապաշնոր կամ անբովանդակ? Ադրբեջանի հետ արժանապատիվ խաղացություն, չծնկել Թուրքի առաջ կներեք, չգիտեմ, այսինքն այսպիսի լոզունգներ ենք լսում, որոնք ուժեղ բանակ, ուժեղ տնտեսություն։ Պարոն Պետրոսյան։ Ես եթե լոզունգներով լինի, հիմա շատ նորաձև է լոզունգները։ Ես կարող եմ ասել հարգելի քաղաքացիներ, ձայնը տվեք ինձ, եւ ես խոստանում եմ Չինաստանի 30%-ը գրավել, Ռուսաստանի նույնքան, Միացյալ Նահանգների, Ադրբեջանի ամբողջությամբ, Թուրքիանն էլ այդքանով կգրավեմ։ Խնդրեմ տվեք, խոսքը ինչ կապ ունի իրականության հետ։ Եղել է մի ժամանակահատված, որ մարդկանց այդ խոսույթներն ու իրականությունը իրար հետ համընկել են կամ համապատասխանել են։ Բնականաբար ոչ։ Բայց այսպես կարող ենք անընդհատ իրենց մասին խոսել։ Դրա մասին հասարակությունը շատ լավ գիտի։ Եվ հասարակության մեջ տարբերվում, պարոն Պետրոսյան։ Ուրեմն դուք ասում եք անբովանդակ են, դուք ինչ բովանդակություն եք առաջարկում։ Հիմա ասեմ, հերթականությամբ նախ ամենաառաջինը ես եւ մեր ուժը մենք ընդհանրապես որևիցե պարագայում մասնակցություն չենք ունեցել պետական ռեսուրսների մսխման գործում, պետության կազմաքանդման գործում եւ այսպես շարունակ կարող եմ անվերջ թվարկել։ Մենք դրանում որևիցե մասնակցություն չենք ունեցել, բայց այն մարդիկ, ովքեր ունեցել են դրան առանցքային մասնակցություն եւ այսօր եկել են, ասում եք, գիտեք, եւս մեկ հնարավորություն տվեք մեզ։ Քաղաքական տեսանկյունից նվազագույնը դա անբարոյականությունն է։ Նախ մեկ, երկրորդը խորքային տարբերություն կա գաղափարական։ Մենք ասում ենք, որ այն կոնցեպտը, որի հիման վրա որ ձևավորվել է երրորդ հանրապետությունը, ի սկզբանե իր մեջ պարունակել է նաև իր ոչնչացման սերմերը։ Ինչ նկատի ունեք։ Ուրեմն, սկսած նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մերժել է ընդհանրապես ազգային գաղափար ունենալու մոտեցումը մեկ։ Խոսքը, տեսեք, միայն տնտեսական կոմպոնենտների մասին չի, որ այսօր հասարակության անընդհատ ներկայացնում են։ Ասելով գիտեք ինչ, պետության զարգացման հիմքում ընկած է միայն տնտեսությունը եւ այլն։ Սա խորքային անմտություն է, չկա այդպիսի բան։ Պետությունը պետք է ունենա համակարգային առումով, ունենա տեսլական։ Ես որպես պետություն ինչ եմ պատկերացնում ապագայի վերաբերյալ, ես ինչ հասարակություն եմ ուզում ունենամ։ Ես որպես ազգ ինչ նպատակներ ունեմ ընդհանրապես, ինչ առաքելություն ունեմ։ Արդյոք այս ամենը սահմանված է նաև փաստաթղթի վրա։ Տեսեք, մենք մերժեցինք ազգային գաղափարի հասկացությունը։ Սա, ինչպես առաջին նախագահն էր մանիպուլացնում, չի նշանակում, որ ամբողջ ազգը պետք է լիներ լիբերալ ժողովրդավար կամ ամբողջ ազգը պետք է լիներ կոմունիստ։ Սրա մասին չի խոսքը։ Սա խոսքը նրա մասին է, թե ես որպես ազգ ինչպես եմ պատկերացնում իմ ընթացքը եւ ես ուր եմ գնում, որոնք են իմ ինքնության սուները, ինչի համար է պետք ինձ ընդհանրապես պետություն։ Մենք անգամ սահմանադրության մեջ չենք ամրագրել, որ մենք ազգային պետություն ենք։ Անգամ արտաքին քաղաքականություն իրականացնելու ժամանակ
ոչ թե ժամանակ, այլ այս 30 տարիների ընթացքում չենք ունեցել արտաքին քաղաքականության ռազմավարություն անգամ չենք ունեցել։ Գնանք պարոն Պետրոսյան, պետության գոյությունը ինքնին, անկախ պետության գոյությունը, այնքանով ինչքանով որ դա հենց ինքը տեղով ազգային գաղափար չի, կայացնել տվյալ պետությունը, նրա քաղաքացիների անվտանգությունը ապահովել։ Այսինքն դուք պնդում եք, որ այս տարածքից դուրս ինչ որ վեհ նպատակներ պետք է ունենան։ Ոչ, տեսեք, հարցը վեհ նպատակների մասին չի, ուրեմն ընդհանրապես պատմական առումով եւ խիստ ռացիոնալ։ Պետությունը ազգին քաղաքական բովանդակություն տվողն է։ Պետությունը երբեք ու երբեք ոչ մի ազգի, ոչ մի ժողովրդի համար երբեք չի եղել նպատակ, բայց նա այնքան կարևոր միջոց է, որ համարյա հավասարեցվում է նպատակին։ Պետությունը այն միավորն է, որը պիտի ազգի համար երաշխավորի իր անվտանգությունը, իր հարատևումը, իր տեսակի համար առավել բարենպաստ պայմանների ձևավորումը։ Պետությունը սրա համար է, պետությունը միջոց է, եւ հենց դա է պատճառը, որ Հեգելը ժամանակին ասում էր, որ պետությունը մարդու կատարյալ ստեղծագործությունն է։ Բայց պետությունը ինքն իրեն որպես նպատակ համարելը դա մեծագույն սխալ է։ Ես չեմ ասում իմ սուբյեկտիվ կարծիքը։ Ես ասում եմ պատմական ճշմարտությունը եւ այն ճշմարտությունը, որի վրա հիմնված են ձեր ճանաչած բոլոր պետությունները, անխտիր արևմտյանից սկսած մինչեւ արևելյան պետություններ։ Մենք անգամ այս հարցի շուրջ պատկերացում չենք ունեցել, որտեղ բերվել է այդ կեղծ օրակարգերը եւ սպառողականությունը։ Գիտեք, ինչ մեծ պետությունը պետք է, որ մենք կուշտ ուտենք եւ կուշտ ապրենք։ Պետության հիմքում դա անկած երբեք չի եղել։ Պետությունը իմ, ձեր, մեր տեսակի համար առավել բարենպաստ պայմաններ ձևավորելու համար է եղել։ Բայց Հայաստանի Հանրապետության զարգացումից, արդիականացումից, հզորացումից, քաղաքացիների բարեկեցության բարձրացումից, սեփական լավ ռազմարդյունաբերություն ունենալ, ինքնաբավության բարձր աստիճան ունենալ, այդ թվում անվտանգային համակարգեր եւ այլն, դրանից բարձր էլ ինչ վեհ նպատակ կարելի է ունենալ։ Օրինակ կարելի է ունենալ նպատակ մեր կորցրած հայրենիքը վերականգնելու, բայց ինչքանով իրատեսական։ Ուզում եմ հասկանալ ձեր տեսլականը այս հարցում։ Հիմա ասեմ, ուրեմն նախ դրա ժամանակը չեն մարդիկ, ովքեր այսօր բերում են այդ խոսույթը կորցրած հայրենիքի վերականգնման։ Այդ մարդիկ եւս զբաղվում են պոպուլիզմով։ Դու պետք է ունենաս քո ներսում այդ տեսլականը, բայց դա երբեք չպետք է բարձրաձայնես։ Եթե իրականում դու ունես, դու կարող ես ունենալ դա, բայց երբեք պետք չի բարձրաձայնել, մանավանդ այս խորհրդային ճգնաժամում, երբ որ այդ ուռա հայրենասիրական անհիմն արտահայտությունները անում են, դա շատ ավելի մեծ վնաս է տալիս եւ բացահայտում է իրենց մերկությունը, քան օգուտ է տալիս։ Նախորդ հարցը ձեր ինչին էր վերաբերում, ինչեւ ձեր իմ հարցը հետեւյալն էր, որ այսպես վեհ նպատակներ։ Հա, ներողություն, դուք ասեք ինքնիշխանություն։ Այո։ Կարևոր բառ է։ Ինքնիշխանությունը մենք պետք է հասկանանք ինչ է։ Այսօր որևիցե մեկը խորքային պատկերացում չունի ինքնիշխանություն ասելով կամ ինչ է ինքնիշխանությունը ընդհանրապես։ Ինքնիշխանությունը ամենևին։ Եվ ինքնաբավության բարձր աշխարհ ապահովել։ Տեսեք, ինքնիշխանությունը ամենևին։ Ռուսաստանի Դաշնությանը հայհոյել կարողանալը չի։ Արևմուտքի վրա մատ թափ տալը չի, ճակերտարու կամ հայհոյելը, Չինաստանին կամ չգիտեմ Թուրքիայի դրոշ այրելը չի։ Սա ինքնիշխանության հետ ընդհանրապես կատեգորիկ կապ չունեցող է։ Ինքնիշխանությունը ներկա աշխարհում շփվում է մի տարբերակով, որքանով եք դուք կարողանում սպասարկել ձեր ազգային եւ պետական նպատակները։ Որքանով որ կարողանում եք սպասարկել, այդքանով դուք ինքնիշխան եք։ Դա է, այդպես է չափվում, որտեղ բացարձակ ինքնիշխանություն չկա։ Ու այստեղ գալիս է երկրորդ կարևոր հարցը։ Այն նպատակները, որոնք որ դուք ունեք, եւ դուք ներկայացնում եք հասարակությանը որպես նպատակներ, որքանով են դրանք ձեր նպատակները եւ ոչ թե այլոց կողմից ձեզ պարտադրված, որոնք դուք ներկայացնում եք որպես ձեր սեփական նպատակներ։ Այնց այստեղ է գալիս ազգային գաղափար ունենալու շատ կարևոր անհրաժեշտությունը։ Իսկ մեր իրականության մեջ, մեր պարագայում, ինչի համար է մեզ պետք ընդհանրապես ռազմական ուժը կամ հզորությունը, եթե մենք այս ճանապարհին գնում ենք ազգային ինքնության ուրացման ճանապարհով։ Եվ սա դարձել է մեր առօրյայի ամենաբաղկացուցիչ մասը։ Այսօր ամբողջ աշխարհում, ամբողջ զարգացած երկրների մասին է խոսքը,
Ամերիկա, զարգացած ասելով, չասեմ տնտեսապես եւ այլ, այն պետություններ, ովքեր հավակնություններ ունեն։ Միացյալ Նահանգներ, Անգլիա, Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, Թուրքիա։ Բոլորի քաղաքականության հիմքում ընկած է ինքնության քաղաքականություն եւ ոչ թե ստամոքսի քաղաքականություն։ Սա շատ կարեւոր է, ինքնության identity politics։ Բոլորի հիմքում ընկած է։ Հիմա մեզ ինչների սա պետք ռազմական հզորությունը, եթե մենք ըստ էության պարտադրված կերպով հրաժարվում ենք մեր ինքնությունից, ասելով որ գիտեք, մեր շորերը կարմիր են եւ մեր գրգռում է մեր հագուստը թուրքերին, մենք պետք է այդ հագուստը փոխենք, որ մենք չգրգռենք։ Մենք պետք է կասկածի տակ դնենք հայոց ցեղասպանությունը։ Իսկ մյուս ազգային անվտանգության իմ խորին համոզմամբ ազգային անվտանգության խորքային սպառնալիք հանդիսացող համար 1 մարդ այսօր գաղափարական տեսանկյունից Ժիրայր Լիպարիսյանը ազգային անվտանգության առաջնային սպառնալիք է։ Ինչո՞։ Հանրայինի եթերում ասում է բառացիորեն եմ կրկնում, փորձեմ բառացիորեն։ Ասում է հերիք եղավ, այս ազգը ինչքան պետք է գնա զոհվի իր ինքնության համար։ Չի կարող նորմալ ապրի։ Նորմալ պետությունում նման խոսք ասեին, շատ ծանր հետևանքներ կունենար այդ մարդը։ Օրինակ պատկերացնում եք այդ խոսքը օրինակ ասեն Անգլիայի հանրային եթերում օրինակ պատկերացնում եք։ Միգուցե ես չեմ լսել այդ հատվածը, միգուցե նկատի ունեցե հարևանների հետ ինչ որ խաղ ապրելու համակեցության։ Տեսեք, հիմա մենք այդ պարագայում, եթե մենք պատրաստ ենք հրաժարվել մեր ինքնությունից, մեր պատմությունից, ու ասում ենք, գիտեք, ինչ դա իրենց գրգռում է։ Մենք անասունից ինչով ենք տարբերվում։ Կամ մեզ էս պետությունը ինչների սա պետք։ Իսկ որն է երաշխիքը, որ վաղը, օրինակ, վաղը նույն իշխանությունը ընդդիմության հետ ձեռքի բռնած, մեզ չի ասի, որ հարևաններին գրգռում է նաև մեր կրոնը։ Մենք 4 կողմով շրջապատված ենք իսլամական աշխարհով, մեր կրոնը քրիստոնեությունը, մասնավորապես հայ առաքելական Սուրբ եկեղեցին, գրգռում է հարևաններին։ Եթե ուզում եք լավ ապրեք, եկեք հրաժարվենք։ Որն է տարբերությունը, հրաժարվել ցեղասպանությունից, հրաժարվել քո ինքնությունից, մշակույթից եւ այլն եւ հրաժարվել նաեւ կրոնից։ Որն է տարբերությունը, որն է երաշխիքը, եթե մենք այդ սկզբունքով ենք գնում առաջ եւ շարժվում։ Պարոն Պետրոսյան, տեսեք, այն մարդիկ, ովքեր ասում են եկեք վերանայենք մեր պատմական նարատիվները, դրանք այսօրվա իշխանություններն են, դուք ասում եք, նրանք ասում են վերանայենք մեր ինքնությունը, կամ Փաշինյանն ասում են մեր ինքնության հիմքում դրվել են գաղափարներ, սովետական հայրենասիրություն, հա որ հակաթուրքականությունը դրվել է մեր ինքնության հիմքում եւ դա այսպես գերնպատակ է հռչակվել, այսինքն նույնիսկ ըստ այս տեսակետի այո կա անվտանգային խնդիր, բայց որոշ չափով չափազանցված է, որոշ չափով սովետական կայսրությունն է այդ հակաթուրքականությունը սնել եւ գրգռել, որ մեզ օգտագործի թուրքերի, ադրբեջանցիների դեմ եւ նրանց ասածը ես ինչքան հասկացել եմ, կարող է սխալ եմ հասկացել, այն է, որ եկեք մի հատ հրաժարվենք այդ տրամաբանությունից եւ դիմակայության եւ կոնֆլիկտի տրամաբանությունից անցում կատարենք խաղաղ համակեցության, այն որ ասում են թուրքական սեպ ենք, թուրքական աշխարհում մենք սեպ ենք, այդ դերից հրաժարվենք, թող գնան, գան, հարկեր վճարեն, մաքսեր վճարեն, չունենանք տարածքային եւ այլ հավակնություններ, հայոց ցեղասպանությունը թիվ 1 օրակարգային հարց չդարձնենք, այսինքն համահունչ լինենք մեր տարածաշրջանի հետ, որ մեզնից վտանգ չզգան եւ խաղաղությունը անվտանգության լավագույն ձևաչափն է։ Այ ինչ ունեք այս բաղադրության դեմ քաղաքական, հա, սրանով էլ կամփոփենք, խնդրեմ։ Ուրեմն նախ, եթե ուզում ենք մենք լինենք համահունչ տարածաշրջանում, առաջին հերթին պետք է լինենք համահունչ ինքներս մեզ հետ։ Հայկական լոկալ քաղաքակրթությունը երբեք կոնֆլիկտների մասին չի եղել։ Հայկական քաղաքակրթությունը այլ քաղաքակրթության, այլ բևեռներին կապող է եղել, որի մասին անգամ Իմմանուել Կանտն իր աշխատություններում բազմիցս անդրադարձել, բազմիցս։ Մեր էությունը սա է, այսինքն մեր ինքնությունից դուրս մենք որպես գործոն վերանալով երբեք չենք կարող լինել իրականում իրար կապողը։ Ներկա իշխանության նարատիվը ընդունել թուրքական գերակայությունը եւ լինել իրենց մասը, ոչ թե որպես սեպ չլինել, այլ լինել իրենց մի մասը։
որպես այդպեսին։ Այսինքն դուք ձուլմա վտանգ եք տեսնում։ Բնականաբար, բաց են դրա մասին խոսում։ Բաց։ Մեր ասած տարբերակը լինել քաղաքակրթությունները իրենց միացնող եւ դրա մշակութային եւ բոլոր հնարավորությունները մենք այսօր ունենք անսահման։ Սա շատ կարեւոր է։ Երկրորդը, երբ դուք ուզում եք կոչում այդ wishful thinking-ը, հա, կոչում, երբ որ դուք ուզում եք ձեր պատկերացումները փոխել թուրքերի մասին, չի նշանակում, որ ձեր պատկերացումներին համահունչ թուրքերը փոխվում են իրենց նպատակներով հանդերձ։ Պատմություն չեք կարդացել, չեք տեսնում պատմությունը ինչա մեզ սովորեցնում, թեպետ պատմությունը մեզ մի բան է սովորեցնում։ Պատմությունը սովորեցնում է, որ պատմությունը երբեք ոչինչ չի սովորեցնում։ Երկրորդը նույն տրամաբանությունը Ադրբեջանի վերաբերյալ։ Տեսնում եք ինչա կատարում Ադրբեջանում։ Ծայրահեղ հայատյացություն, որը իդեպ դասագրքերում արտահայտված է դասագրքերում, որը մենք իդեպ թարգմանել ենք երեքից 9-րդ դասարանների համար, որտեղ առանձնացրել ենք այդ ամբողջ տեքստերը։ Երեխան դպրոցագնում 3-րդ դասարանից գրականության դասագրքի մեջ ինքը արդեն ծանոթանում եւ կարդում է, որ հայը նա է, ով պիտի սպանվի, դաժանորեն, սերունդ է մեծանում այդպես, իշխանական քարոզչությունը, իսկ դուք հիմա ինչքան ուզում եք ասեք, եկեք մենք մեր նարատիվը փոխենք, խնդրեմ ուզում եք փոխեք, բայց այդ նարատիվի փոփոխությունը պետք է լինի համարժեք, որևիցե մեկը պատերազմ չի ուզում, մասնավորապես ես, ով ունեմ 3 անչափահաս երեխա, ու ապրում է Հայաստանում ու ապրելու է Հայաստանում, ինձանից ոչ ոք ավելի շատ խաղաղություն թե չցանկանա այս երկրում, ոչ ոք, բայց նաև պիտի հասկանանք այդ խաղաղությունը թմրանյութ է, որը տրվում է մեզ 1-2-3 տարվա համար, հետո մեզ կենթանի մորթելու են, թե դա իրականում խաղաղության մասին է։ Այս ամենը իրականում խաղաղության մասին չի, ամենաշատը մենք ենք ուզում խաղաղություն։ Ու իդեպ ճակատագրի հեգնանքում այնպես է ստացվում, որ այն մարդիկ, ովքեր ամենաշատն են չակերտարու խաղաղություն ուզում, առաջին իսկ կրակոցի պարագայում նրանց ընտանիքներն արդեն ապահովված եվրոպական տարբեր երկրներում են ապրում։ Այս պատմությունը դա ցույց է տվել։ Ընտանիքները, երկր մնացածը։ Մեզանի շատ ոչ մեկ թող չուզենա այդ խաղաղությունը։ Հակառակը մենք խաղաղություն ենք ուզում, դրա համար ենք ասում պետք է լինի այս ամեն ինչը ողջամիտ։ Իսկ մեր տարբերությունը, տեսեք, մենք խոսացինք, հա, տարբեր էս թեկուզ քննադատական խոսք եւ այլը։ Մեր տարբերությունը ասածը խորքային ամբողջությամբ այլ կոնցեպտի մասին է։ Մենք ասում ենք, որ մենք 30 տարի չենք ունեցել իր բովանդակությամբ հայկական պետություն։ Մենք պետք է կարողանանք սկիզբը դնել հայկական պետության իր բովանդակությամբ, որի հիմքում ընկած կլինի համահայկականությունը, այսինքն պետություն, որը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար չի, այլ ինքը կլինի համայն հայության առանցքը, պետական միավոր, որը կլինի համայն հայության առանցքը, եւ սա ինչ-որ բարդ կամ չգիտեմ ուտոպիստական տեսլականի մասին չի։ Սա եթե պետք օրինակները չեմ սիրում, բայց սա հրեաների մոտ է աշխատում, հույների մոտ որ շատերը այս օրինակին անգամ ծանոթ չեն։ Մենք ունենք անսահման ռեսուրսներ եւ հնարավորություններ, անսահման ռեսուրսներ։ Մեր խնդիրը ձևավորել հայկական պետություն, որի հիմքում ընկած է համահայկականությունը։ Իսկ մյուս տարբերություններից մեկը մեր եւ նրանց, տեսեք, ընդհանուր մնացածի մասին չեմ խոսում, թե ոնց են կազմաքանդել պետությունները։ Տեսեք, ոնց են իրենք վերաբերվել ընդհանրապես Սփյուռքին։ Սփյուռքը մեր միակ ռեսուրսն է եղել եւ այսօր էլ միակ մեր ռեսուրսը կա, ազգային միակ ռեսուրսն է, երկրորդ չունենք։ Այդ ռեսուրսին մշտապես բոլոր իշխանությունները անխտիր, առաջինից մինչև ներկա իշխանություն վերաբերվել են որպես դրամապանակ, մեզ փող տվեք, փող տվեք, ոչ իմանի հետ գործ չունեք, փող տվեք, մենք կանենք եւ այլ, այսինքն միայն դրամապանակ եւ ոչ թե փողգործակցող իսկ եւ պետություն, որը կլինի ամբողջ հայության համար հայկական պետություն։ Եվ հենց այս պետության շրջանակներում որ պիտի ձևավորվի մյուս մի քանի նարատիվներից ամենակարևորը, որ հայ լինելը պիտի դառնա անվտանգ։ Սա էլ ասեմ ու ավարտեմ։ Հենց սա է պատճառը, որ կա ազգային անվտանգության ծառայություն,
եւ կա պետական անվտանգության ծառայություն։ Իմ խորին համոզում որ ժամանակներս փոխվելու է պետական անվտանգության ծառայություն։ Տարբերությունը գիտեք որն է երկուսի միջև։ Ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատու է, իսկ պետությունը պատասխանատու է իր հայրենակիցների անվտանգության համար ամբողջ աշխարհում։ Ես ասում եմ ձեզ գիտական եւ տեսական։ Պետական անվտանգությունը պատասխանատու է բացառապես իր քաղաքացիների անվտանգության համար, ովքեր ապրում են իր տարածքում։ Այս երկու կոնցեպտը շատ մեծ տարբերություն կա այստեղ։ Եվ եթե հիշեք, Գազայի խնդիրների նոր էր սկսվել, այդ ցեղասպանությունը դեռ չէր եղել Գազայում, Բայդենը, երբ այցելում է Իսրայել այդ ժամանակ, մի շատ կարևոր հատված կա ելույթից, որևիցե մեկը դրան չի անդրադառնում։ Ասում է հարգելի ժողովուրդ, մի բան հաշվի առեք, որ Իսրայելը ամբողջ աշխարհում հրեաների անվտանգության երաշխավորն է եւ ոչ միայն քաղաքացիների։ Ես կոնցեպտի մասին եմ խոսում։ Այսինքն նաեւ դրսում ապրող հայը ոչ թե Հայաստանի հետ պիտի կապվի միայն թե ինչքան գումար ուղարկեց ու իրան ինչքան մեծարեցին, այլ շատ կապեր կա, որտեղ հայկական պետության արկայությունը թույլ է տալիս իրեն պահպանել իր ինքնությունը, հավելյալ անվտանգություն իր համար երաշխավորել, ինքը կարողանում է այլ տրամաբանությամբ սնուցել այդ պետությունը, ներդրումներ կլինի, գիտական կլինի, մշակութային կլինի, ֆինանսական կլինի։ Իսկ ավելի ծավալուն թեմա է, բայց հնարավորության դեպքում ես շատ կուզենա, որ մեր հանդիպումներից մեկում նաև չլինի միայն որ քննադատությունը, որտեղ բոլորս գիտենք թե ինչի հետ այսօր գործում ենք, այլ թե ինչ ենք անելու ու ամենակարևորը ոնց ենք անելու։ Այս բոլոր ճանապարհները կան։ Դրա համար անհրաժեշտ առաջին քայլը լինելու է ընդդիմափոխությունը, փոխհամաձայնեցված այս խմբի իշխանության ճեղքումը։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Պետրոսյան։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Սուրեն Պետրոսյանին։